Ճառագայթային թերապիան ուռուցքային հիվանդությունների բուժման հիմնական մեթոդներից է։ Այն սկսելուց առաջ մասնագետները բարդ, բազմափուլ եւ երկարատև նախապատրաստական աշխատանք են կատարում։ Դա անհրաժեշտ է ուռուցքի առավել ճշգրիտ թիրախային ճառագայթում իրականացնելու համար, պաշտպանելով հարակից օրգաններն ու հյուսվածքները։ Այդ ամենի համար պահանջվում են ժամանակակից արագացուցիչներ, նորագույն ապարատային եւ ծրագրային ապահովմամբ։ Էրեբունի ճառագայթային թերապիայի կենտրոնի բժշկական ֆիզիկայի բաժնի վարիչ Սերգեյ Ռուսեցկին ներկայացնում է նախապատրաստական փուլերը։ Առաջին փուլը ճառագայթային թերապևտի խորհրդատվությունն է։ Բժիշկը ծանոթանում է պացիենտի ախտորոշմանը, անհրաժեշտության դեպքում նշանակում լրացուցիչ հետազոտություններ, MRT կամ պետկատե եւ ընտրում բուժման եղանակը։ Հաջորդ փուլը կատետոպոմետրիան է։ Պացիենտն անցնում է համակարգչային տոմոգրաֆիա, ճառագայթման թիրախն ուրվագծելու եւ ճառագայթումը պլանավորելու համար։ Այս փուլում պացիենտի մարմնի վրա կատարվում են հատուկ նշումներ եւ պատրաստվում են մարմնի դիրքը ֆիքսող պարագաներ կամ թերմոպլաստիկ դիմակներ ճառագայթման ժամանակ գլուխը անշարժացնելու համար։ Երրորդ փուլը կոնտուրավորումն է եւ բուժման պլանավորումը։ Ռադիոլոգիական պատկերների վրա բժիշկը կոնտուրավորում է թիրախը եւ հարակից առողջ օրգանները, որոնք անհրաժեշտ է հնարավորինս պաշտպանել ճառագայթումից։ Ամենափոքր անճշտությունից անգամ խուսափելու համար պլանը ստուգում է երկրորդ բժիշկը, ապա այն փոխանցում ֆիզիկոսներին թիրախի վրա ճառագայթման դոզան հաշվարկելու համար։ Սա մեզ մոտ արդեն պլանավորման հատվածն է։ Այստեղ մենք կատարում ենք երկու փուլով, առաջնահերթ երկրաչափական հատվածը, ընտրում ենք թե ինչ քանակի դաշտերով է կատարվելու բուժումը։ Այս տարբերակում կոնկրետ ընտրվել է վիմատ տեխնիկան, ընտրվել է 4 դաշտ։ Այստեղ ըստ այս գույների բաշխվում են տարբեր դոզաներ, այսինքն եթե ընտրվում է, որ պացիենտի այս պլանավորող հատվածը պետք է ճառագայթվի, մենք հնարավորինս առավելագույն 100%-ով փորձում ենք այդ ճառագայթումը դոզան հասնել այստեղ եւ արդեն մնացած դոզաները ավելի թույլ դոզաներն են։ Այս փուլում եւս պարտադիր իրականացվում է խաչաձև ստուգում։ Ճառագայթման պլանը ստուգում է մեկ այլ физикос, որը չի մասնակցել հաշվարկի գործընթացին։ Для этого у нас есть специальные чек-листы, в которых мы сравниваем все параметры, которые могут быть источники наиболее количества ошибок. Плюс мы разработали специальный скрипт, который также быстро позволяет нам найти самые распространенные ошибки и исключить их. Հաջորդ փուլը պլանի վերիֆիկացումն է, գծային արագացուցչի վրա, հատուկ ֆանտոմների միջոցով։ Վերիֆիկացիան պարտադիր է մոդուլավորված ինտենսիվության բուժման մեթոդների, VMAT եւ IMRT պրոտոկոլների դեպքում։ Երբ փունջը ոչ թե ուղղակի ստատիկ ճառագայթում է, այլ բաժանվում է հազարավոր մանր ճառագայթների, որոնք կարող են փոխել իրենց ինտենսիվությունը։ Մասնագետը պարզաբանում է, թե որն է այս մեթոդի առավելությունը դեռ բավականին հաճախ կիրառվող 3D CRT մեթոդի համեմատությամբ։ Ինչ է տալիս այս մեթոդիկան, թե դոզայի բաշխման եւ թե ընդհանուր առմամբ ուռուցքային հիվանդությունների բուժման տեսանկյունից։ Այն զգալիորեն ավելի համաչափ, քան 3D-ն է, ծածկում է թիրախը, ինչն ապահովում է ուռուցքի շատ ավելի արդյունավետ տեղային վերահսկում։ Եվ ինչն ավելի կարևոր է, մենք կարող ենք այս մեթոդների կիրառմամբ շատ ավելի որակով պահպանել նորմալ հյուսվածքները։ Սերգեյ Ռուսեցկին պատկերավոր ներկայացնում է մոդուլավորված ինտենսիվության հնարավորությունները։ Если у нас форма мишени там условный круг. Եթե մեր թիրախն ունի ձև, ենթադրենք շրջան, առանց խորշերի է, ապա 3D պլանավորմամբ գրեթե խնդիրներ չեն առաջանում։ Փնջերը ուղղվում են տարբեր կողմերից եւ դրանց բավարար քանակի դեպքում դոզայի բաշխումն ամբողջովին ընդունելի է։ Բայց երբ արդեն խոսքն ինչ-որ խորշով, օրինակ պայտաձև թիրախի մասին է, եւ եթե այս հատվածում մենք ունենք որևէ կենսական կարևոր օրգան, որը չի կարելի ճառագայթել, ապա 3D պլանավորումը գործնականում չի կարող լուծել այս խնդիրը։ Սա չափազանց կարևոր է հատկապես գլխի կամ պարանոցի ուռուցքների բուժման ժամանակ, որովհետեւ այդ մասում է գտնվում ողնուղեղը, կամ օրինակ շագանակագեղձի բուժման դեպքում, երբ օրգանը, որը պետք է պաշտպանել, ուղիղ աղիքն է կամ միզապարկը։ Պլանավորման ամբողջ գործընթացը կարող է տևել մինչև 5 աշխատանքային օր։ Պացիենտները երբեմն տարակուսում են, ինչու է անհրաժեշտ այդքան սպասել, սակայն ինչպես նշում է Սերգեյ Ռուսեցկին, դա արվում է հենց նրանց բուժման անվտանգության համար։ Սարքավորումներն էլ անցնում են որակի պարբերական վերահսկում։ Если аппарат применяется для 3D CRT, например. Միջազգային ուղեցույցների համաձայն, եթե սարքը օգտագործվում է 3D CRT մեթոդի համար, ապա կամ 1 մակարդակի ստուգում, իսկ ինտենսիվության մոդուլավորման մեթոդի դեպքում ստուգման չափանիշները ավելի խիստ են։ Դա պայմանավորված է նրանով, որ դոզայի գրադիենտները շատ բարձր են, կիրառվող դոզան նույնպես ավելի բարձր է եւ սարքը պարզապես պետք է ավելի ճշգրիտ աշխատի։ Եթե խոսքը ել ավելի խիստ մեթոդիկայի մասին է, օրինակ ռադիովիրաբուժության, երբ մենք մեկանգամյա գործողությամբ շատ բարձր դոզայով բուժում ենք շատ փոքր թիրախներ, ապա այդ դեպքում վերահսկման չափանիշներն էլ ավելի խիստ են։ Սարքավորումները ենթարկվում են ամենօրյա ամենշաբաթյա, եռամսյակային եւ տարեկան ստուգումների։ Հալսիոն սարքի ամենօրյա ստուգումը տևում է 20-ից 25 րոպե, իսկ H սարքինը 50 րոպե։ Բացի այդ, երբ պացիենտն արդեն սկսում է բուժումը, պարբերաբար իրականացվում է այսպես կոչված in vivo դոզիմետրիա։ Она
позволяет контролировать, а как же доза доставлена была. Այն թույլ է տալիս վերահսկել, թե ինչպես է կոնկրետ այս պացիենտ, օրինակ այսօրվա 15-րդ ֆրակցիայի ժամանակ ստացել դոզան։ Մեկ օրվա ընթացքում բուժում ստացած բոլոր 100 պացիենտների տվյալները մուտք են արվում այս համակարգ, եւ այն ավտոմատ կերպով համեմատում է, թե ինչ դոզա է ստացվել առաջին ֆրակցիայի ժամանակ եւ ինչ է տեղի ունենում հետագա ֆրակցիաներում։ Եթե կա որևէ շեղում, մենք անմիջապես այն տեսնում ենք։ Ժամանակակից ճառագայթային թերապիան բարձր ճշգրտության գիտություն է, որտեղ յուրաքանչյուր միլիմետր եւ վայրկյան վերահսկվում են, իսկ այս ամենը կատարվում է մեկ գլխավոր նպատակի համար՝ հաղթել հիվանդությունը, պահպանելով պացիենտի կյանքի որակը։